Ամփոփելով ասեմ, որ այո, սա շատ կարևոր է եւ փոխվում են, մենք պետք է դա էլ արձանագրենք, որ օբյեկտիվորեն փոխվում են պատկերացումները, զարգացմանը զուգահեռ պատկերացումները, հարաբերությունները եւ այլն եւ այդպես շարունակ, եւ մենք պետք է ուղղակի արձանագրենք հետեւյալը, որ ազատությունները իրանք նեգատիվ բաների կարող են բերել, բայց դա չի նշանակում, որ ազատությունը ինքը նեգատիվ երևույթ է, որովհետև մյուսն էլ է բերում նույն ընդհակառակը, այսօր կան երկրներ, որտեղ ժողովրդավարություն չկա ընդհանրապես, հակոտնյա են այդ երկրները ժողովրդավարության հետ, բայց նույն թմրանյութերի հետ կապված խնդիրները ոչ միայն էականորեն ավելի մեծ են, բայց նույնիսկ անզեն աչքով է նկատելի, որ տասնյակ անգամներով ավելի մեծ խնդիրներ կան այնտեղ, այնպես որ խնդիրը այդ չի, ուղղակի նաև հետևյալը կամ ուղղակի որպես մի դիտարկում ես անեմ, մի խորհրդակցության ժամանակ գուցե կառավարության նիստում էլ եմ առիթ ունեցել դրա մասին խոսել, ես առաջարկում եմ, որ մենք երբեմն խոսելիս ասում ենք նեգատիվ, ոչ թե նեգատիվ, այլ տենց ոչ այդքան դրական փոփոխման ենթակա երևույթների մասին ասում ենք ավանդական, այսպես ես առաջարկում եմ, որ մենք ավանդականը, ավանդույթը նեգատիվի հետ չկապենք, դա չի մեր ավանդույթը, որովհետև հա, ինչքան էլ մեր ավանդույթը նույն ընտանեկան ավանդույթի ամենակարևոր տրամաբանությունը, որը մենք պիտի ավանդույթ համարենք այն է, որ այո մարդը ազատ է, անկախ է, ընտանիքում էլ ինքը ազատություններ պետք է ունենա, բայց հարազատի նկատմամբ խնամքը, ծնողի նկատմամբ խնամքը, ծնողի նկատմամբ հոգատարությունը, այն պայմաններում, երբ այսօր նաև ընտանեկան շատ ավանդույթներ կան, տատիկներ, թոռնիկներ հարաբերությունները, որ շատ դեպքերում ըստ էության ես դա շատ լավ բան եմ համարում եւ մեր ինքնության կարեւորագույն մասերից մեկն է, որ երեխաները այնտեղ որտեղ Աստված տվել է եւ կան առողջ տատիկներ եւ պապիկներ, իրանք հիմնականում դաստիարակվում են պապիկների եւ տատիկների ձեռքով եւ դա մեր այն իսկապես շատ արժեքավոր ավանդույթներից մեկն է, որ ուժեղացնում է մեր ընտանեկան կապերը եւ այլն եւ այդպես շարունակ, բայց ես ձեզ ասեմ նաեւ շատ զարգացած երկրներում այդ նույն երևույթը շատ նույն ձևով արտահայտվում է։ Այդտեղ շատ կարևոր է, որ մենք այս նրբություններն էլ իմանանք եւ իհարկե այսօր կան բազմաթիվ ընտանիքներ, որտեղ ծնողների նկատմամբ խնամք կա առանձնահատուկ եւ նաեւ եւ ծնողներ կան, որոնք առանձնահատուկ խնամքի կարիք ունեն եւ կարծում եմ մեր ավանդույթի շատ կարևոր մաս է, որ դա յուրաքանչյուրը ընկալում է որպես պարտավորություն, որը ինքը պետք է անի, ընդ որում ոչ թե այսպես ասած դե յուրե պարտավորություն, այլ բարոյական պարտավորություն, որը մեր ինքնության մասն է, մեր ինքնագիտակցության մասն է եւ այդ արժեքները շատ կարեւոր են։ Ես նկատի ունեմ, պետք է նաեւ այս քննարկումների ընթացքում մենք ճիշտ զատորոշենք թեմաները իրարից, որպեսզի մեր արժեքները եւ այն ինչ որ իսկապես մեզ համար արժեքավոր է, չխառնենք այն մյուս երևույթների հետ, որովհետեւ դրանք նախ շատ մոտ են իրար, իրանց դիստանցիաները այդքան շատ հաճախ նկատելի չեն, բայց որ դիստանցիաները կան եւ դրանք տարբեր երևույթներ են, իհարկե էս էլ պետք է անպայման հաշվի առնել։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։